շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, գիտեմ, որ մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց երևի հենց այս դեպքից սկսենք, վաղ առավոտյան Գյումրիում 37-ամյա որդին սպանել է ծնողներին, սարսափելի իրավիճակ է իրականում երկրում, այս քաոսը, որ հիմա կա, խնդրեմ այս մասով ձեր խոսքը սկսեք եւ ինչ եք առանձնացրել։ Շնորհակալություն, այո, ցավոք այսօր առավոտյան մենք տեղեկացանք, որ հոգեբուժարանում գրանցված երիտասարդը տանը սպանել է իր ծնողներին, բժշկուհի մորը եւ հորը։ Օրեր առաջ մի շատ ավելի սահմռկեցուցիչ տեղեկատվություն ստացանք, որ 2 ամիս առաջ Արամուսում 4 անձի կյանքից խլած տղամարդը, ով նույնպես ասում է, թե հոգեբուժարանում գրանցված է եղել, լրատվամիջոցների փոխանցմամբ ասում են, որ նա անմեղսունակ է ճանաչվել։ Արամուսի տղամարդը, պատմում էին գյուղացիները, որ իր հեռախոսի մեջ ունեցել է ֆոտոներ Ալեն Սիմոնյանի հետ, ԿՊ-ական կարկառուն ներկայացուցիչների հետ, երբ որ լրագրողը տեսախցիկը թեքեց, բավականին լավ տուն ուներ, հոգեբուժարանում գրանցված մարդը, հաշվառված մարդը չէր կարող ունենալ վարորդական իրավունքի վկայական, չէր կարող տաքսի վարել, եւ մենք ինչ ենք տեսնում, մարդիկ, ովքեր ծանր հանցագործներ են, Փաշինյանական իշխանության օրոք հաշվառվում են հոգեբուժարաներում եւ դառնում են անմեղսունակ։ Եթե օրինակ ասում էին, որ այդ տղան Ալեն Սիմոնյանի հետ նկար ունի, Արամուսում 1 օրում 4 կյանք խլած տղան Ալեն Սիմոնյանի հետ ֆոտո ունի։ Ալեն Սիմոնյան, ինչ հարաբերություններ ունեք այդ մարդասպանի հետ, ինչ հարաբերություններ ունի նա ԿՊ-ական կարկառուն ներկայացուցիչների հետ եւ արդյոք որևէ մեկի դաբրոյով են իրականացվում այդ սպանությունները, հարցեր են, որոնք ուղղում եմ եւ ակնկալում եմ պատասխան, ինչպես է լինում, որ ծանր հանցագործ մարդասպաները ԿՊ-ական կարկառուն ներկայացուցիչների հետ ունենում են ֆոտոներ համատեղ, ավելին ասում են, որ իմ լավ ընկերն է, սրա հետ սա կարող եմ անել, սրա հետ այս հարցը կարող եմ լուծել, հարցեր են, որոնք ուղղում եմ հիմա ձեզ, ես այս պահին չգիտեմ, օրինակ Գյումրու մարդասպանը ԿՊ-ական որ կարկառուն ներկայացուցիչների հետ ֆոտոներ ունի, ըստ երևույթին առաջիկայում կպարզվի, եւ ինչպես է լինում, որ ձեր իշխանության օրոք հոգեբուժարանում հաշվառված մարդը տաքսի է վարում, ասում են, որ կապեր ունի նաև ԿՊ-ական գյուղապետի տեղակալի հետ, ազգակցական կապեր ունի, եւ ինչպես է լինում, որ ԿՊ-ական գյուղապետը 4 ամիս է անցել այդ սահմռկեցուցիչ դեպքից, որևէ անգամ չի այցելել այն ընտանիքին, որտեղ դաժանաբար սպանվել են այդ մարդասպանի կողմից 2 ամուսիններ, 2 հոգի միանգամից։ Սրանք հարցեր են, որոնք ուզում եմ հիմա բարձրացնել ու տեսնել դրանց կապը ԿՊ-ականների հետ, արդյոք սրանք որևէ պատվեր են, արդյոք սրանք ինչ կապ ունեն ընդհանրապես ձեր հետ, քանի որ գյուղացիները պնդում էին, որ մարդասպանը Արամուսցի, օրինակ Ալեն Սիմոնյանի հետ նկար ունի, ով է մարդասպանը։ Եվ ընդհանուր առմամբ Հայաստանը աշխարհում, ես կարծում եմ, հանցագործությունների թվով, հաշվի առնելով բնակչության թվաքանակը եւ ամեն օր տեղի ունեցող հանցագործությունների աճը, ես կարծում եմ, որ Հայաստանը Փաշինյանական իշխանության օրոք ռեկորդակիր է։ Եթե այդպես չէ, ես խնդրում եմ վիճակագրական ծառայությանը, հորդորում եւ պահանջում եմ հրապարակել թվեր, թե Հայաստանը հանցագործությունների ինչ աճ է արձանագրում, տարեկան քանի սպանություն է տեղի ունենում, եւ այդ սպանությունները ցավոք ոչ միայն քաղաքացիական տիրույթում են տեղի ունենում, այլ նաեւ զինված ուժերում։ Օրեր առաջ նորից մենք ունեցանք այդ ցավալի դեպքը բանակում, որևէ արձանագրում, որևէ ինքնասպանություն եւ վերջ։ Մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք, չէ, որ դա անվանվել է ինքնասպանություն, ժամանակագրությունը չեմ կարող հիշել,
բայց հետո պարզվել է, որ ինքնասպանություն չի եղել, այլ ադրբեջանցու ձեռքի գործն է եղել։ Հիմա Սուրեն Պապիկյան, ճիշտ է, պատրաստվում եք ամանորի, պատրաստվում եք խրախճանքի, բայց 19 տարեկան զինվորը այդ ընտանիքի հույսներ, այդ ընտանիքում փայփայված տղաներ մեծացրել էին հազար ու մի երազանք ու նպատակ կապելով իրենց զավակի հետ։ Ինչպես կարող է բարդակը շարունակվել զինված ուժերում։ Սա նաև բարդակի հետևանք է։ Ես չեմ կարող ասել, եղել է ինքնասպանություն, թե եղել է սպանություն, թե եղել է, որովհետև ես, քանի որ հավատ չունեմ Հայաստանի արդարադատության հանդեպ, դրա լավագույն վկայությունը 15 զինվորի սպանությունն էր, որ այսպես եւ ցավ եւ մեր մեջ նաև ըմբոստացման ալիք է առաջացնում, ինչպես եղավ, որ 15 զինվոր իրենց զինվորական կոշիկներով պարկած էին մահճականների վրա ու այրվեցին առանց տեղաշարժվելու։ Հարցերը շատ են, դրա համար եմ ասում, ես չեմ կարող ասել ինչ է տեղի ունեցել զինված ուժերում մի քանի օր առաջ։ Գիտեմ, որ եւս մեկ ընտանիք կորցրեց իր երջանկությունը, կորցրեց իր լավ ապրելու շանսը եւ իր երջանիկ լինելու շանսը։ Եվ այս ամենի ֆոնին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարզվում է դիմել է Եվրոպային եւ Եվրոպայից գումար է խնդրել 15 միլիոն եվրո, որպեսզի Հայաստանում կանխի հիբրիդային պատերազմը։ Իրենց ասելով հիբրիդային պատերազմը, օրինակ այսօր լսում եմ այդ Ռուբեն Ռուբինյանին, եթե չեմ սխալվում, թե մեկ այլ պատգամավոր էր իրենցից, ես քանի որ դրանց հետ այդպես չեմ տարբերակում իրենցից, իրենք իմ համար բոլորը նույն ուսապարկերն են, ասում է, որ օրինակ դրսից եկած այսինչ գործարարը օլիգարխը եկել է այստեղ հիբրիդային պատերազմ է սկսում։ Օրինակ վաղը կարող են ինձ մեղադրեն, որ ես եկել եմ այստեղ, որ խոսում եմ եւ ես հիբրիդային պատերազմ եմ հրահրում։ Իսկ իրենք երբ ասում են հիբրիդային պատերազմ, իրենք շատ լավ հասկանում ենք, որ դրա հետևում կա քրեական գործ։ Իրենց հիբրիդային պատերազմը դա է։ Հիմա ում դեմ է, ովքեր են այդ Հայաստանում, ովքեր են հիբրիդային պատերազմ հայտարարածները, որ Փաշինյանական իշխանությունը ուզում է ազատվել իրենցից։ Ես կարծում եմ այսօր Հայաստանում կա մեկ օղակ, ով հիբրիդային պատերազմ է հայտարարել մեր ինքնության դեմ, եւ այդ մեկ օղակը Նիկոլ Փաշինյանն է իր մի քանի հոգանոց թիմի հետ։ Հիմա ես դիմում եմ հավատավոր իմ ժողովրդին, սիրելի ժողովուրդ, եկեք անհատապես, բոլորս անհատապես նամակ ուղարկենք Եվրոպայի այն գրասենյակին, որի կարծիքով հիմա Հայաստանը օտարերկրյա ուժերի կողմից հիբրիդային պատերազմի մեջ է, բոլորս միասին, նորից եմ ասում, դիմում եմ իմ հավատավոր ժողովրդին, անուն առանուն բոլորդ կարող եք նամակ ուղարկել ԵՄ-ին եւ ասել, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիբրիդային պատերազմ է սկսել մեր ինքնության դեմ։ Եվ մեզ ֆինանսավորեն հայ ժողովրդին առանց իշխանության, մեզ ֆինանսավորեն, որպեսզի մենք թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիբրիդային պատերազմով ոչնչացնի մեր ինքնությունը, մեր եկեղեցին։ Ես կլինեմ առաջին նամակ գրողը, այս եթերից հետո ես պատրաստում եմ նամակ գրել ԵՄ այդ կառույցին եւ պահանջել գումար, որպեսզի մենք այդ գումարով թույլ չտանք Հայաստանում սասանվի ժողովրդավարությունը, թույլ չտանք, որ ԱԱԾ-ն թելադրի իր կամքը, որ եկեղեցում որ հայը պիտի մտնի, որ հայը պիտի չմտնի, թույլ չտանք, որ հիբրիդային պատերազմով Փաշինյանական իշխանությունը ոչնչացնի մեր ինքնությունը։ Ես լինելու եմ առաջին նամակ գրողը։ Հայաստանում կան շատ
ազգանվեր գործիչներ, հասարակական, քաղաքական, եկեղեցու կողքը կանգնած շատ ու շատ ուժեր, հորդորում են բոլորիդ նամակ գրեք, եմը այդ կառույցին, գումար պահանջեք, որովհետև մենք այսօր, մենք չենք արձանագրում, դրսի իրավապաշտպաններն են արձանագրում այլևս, որ Հայաստանը կանգնած է ոչնչացման եզրին, որովհետև Հայաստանում հիբրիդային պատերազմ է սկսվել հայի ինքնության ոչնչացման դեմ։ Օրերս ամերիկացի իրավապաշտպան Ջոն Էյբները շատ հստակ ասել է, որ եթե հայ ժողովուրդը այսպես համակերպվի, հայտնի իրավապաշտպան է, ծնունդով Ամերիկայից, ամերիկացի իրավապաշտպան, ով ապրում է Շվեյցարիայում, ասել է, որ մեր քաղաքագետներից մեկի հետ հարցազրույցում իդեպ նշել է, որ եթե հայ ժողովուրդը շարունակի այս հարմարվողականությունը, ապա Հայաստանում ընդհանրապես հայերը իրենց տուն ու տեղը պիտի տան ադրբեջանցիներին ու թուրքերին, որպեսզի ադրբեջանցիները եւ թուրքերը դրոշտ տնկեն ինչպես Արցախում, այդպես էլ այստեղ, դրոշտ տնկեն այդ տների վրա եւ հայերը Երևանում ունենան ընդամենը մի փոքր թաղամաս, կոչվի Երևանի հայկական թաղամաս։ Հիմա մենք ուզում ենք ունենալ սա, թե չենք ուզում։ Մենք ուզում ենք մեր տարիներով մեր պապերի շահած պահած հողը տանք Թուրքին, թուրքական դրածո իշխանության ձեռքով, թե չենք ուզում։ Եթե չենք ուզում, ուրեմն մենք բոլորս մեկ անելիք ունենք։ Մեր անելիքը պիտի լինի, որ մենք հասկանանք, ինչ է նշանակում Փաշինյանի փող մուրալը եվրոկառույցներից։ Դա նշանակում է բերել Հայաստանում հաստատել թուրքական դրածո իշխանության երկարակեցությունը եւ Հայաստանը նվիրել թուրք-ադրբեջանական պետություններին, այդ երկու պետություններին։ Մենք ուզում ենք դա, թե չենք ուզում։ Եթե չենք ուզում, ապա պիտի հասկանանք ինչի մասին է լինելու 26 թվականի ընտրությունը։ 26 թվականի ընտրությունը առնվազն լինելու է հայի Հայաստանում ապրելու թե չապրելու ընտրություն։ Եթե մենք ուզում ենք հասնել նրան, որ Եվրոպան օգնի, որ հայը չկարողանա ապրել իր երկրում, ուրեմն պիտի այս պահին լռենք եւ Եվրոպան օգնի, շատ լավ հասկանում ենք այդ գումարները ինչի վրա եւ ինչպես են ծախսվելու։ Հայաստանը Եվրոպան փորձում է դարձնել բռնապետություն, չնայած այսօր Հայաստանում հաստատված է այդ բռնապետությունը, բայց Եվրոպային ձեռք չի տալիս։ Եվրոպային ձեռք է տալիս, որ Հայաստանը դառնա բռնապետություն առանց հայկական եկեղեցու, առանց հայ առաքելական եկեղեցու եւ մենք լուծարվենք, դառնանք թուրքական մի փոքրիկ, այսպես խումբ Թուրքիայի կրնկի տակ։ Ես դեռ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս տաղավարից ասացի, որ Նիկոլ Փաշինյանի ասպատակումը հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված է մեր դավանափոխությանը։ Ինչի համար, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի հիմնը հնչեցնել մեր եկեղեցիներում եւ Հայաստանի դրոշը կախել հայ առաքելական եկեղեցիներում, դա սեպ է խրում Հայաստանի եւ Սփյուռքի մեր եկեղեցիների միջև։ Մենք շատ լավ գիտենք, որ եթե Հայաստանում կարող է առանց խափանման հնչել Հայաստանի օրհներգը, ապա օրինակ Թուրքիայում հայ առաքելական եկեղեցում որևէ թուրքական իշխանավոր թույլ չի տա, որ Հայաստանում հնչի մեր Թուրքիայում հնչի, Թուրքիայի այդ եկեղեցում հնչի Հայաստանի օրհներգը։ Բնականաբար հայ հավատավորը պետք է մտնի հայ առաքելական եկեղեցի, թուրքական դրոշի եւ թուրքական օրհներգի ներքո։ Ուզում ենք մենք սա, թե չենք ուզում։ Ուզում ենք մենք ոչնչանանք ինչ որ մի ոչնչություն իշխանության ցանկությամբ, թե
չենք ուզում, բնականաբար չենք ուզում։ Դրա լավագույն վկայությունը օրեցօր Նիկոլ Փաշինյանի այդ նվազող զանգվածն է, ում հետ ինքը գնում է եկեղեցի։ Փաշինյանական իշխանությունը հայ առաքելական եկեղեցին շփոթել է իր խմբագրության հետ։ Գիտի, որ այդտեղ խմբագրություն է եւ ինքը պետք է իր թիմով մտնի, իր թիմով դուրս գա։ Ոչ դու, ոչ ձեր ապուպապերը չեք հիմնել հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեությունը։ Այնպես որ ձեր ձեռքերը հերու պահեք մեր ինքնությունից։ Դուք չեք կարող տարիներ, դարեր շարունակ մենք ապացուցել ենք, որ որևէ թայֆա չի կարող ոչնչացնել Հայաստանի հայի ինքնությունը։ Պարզապես այս անգամ թայֆայի գործին լծվել է Թուրքիան, Ադրբեջանը, Եվրոպան, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան։ Այստեղ է, որ կարող է հայի ուժը հանկարծ չպատի։ Այստեղ է, որ կարող է հայը չկարողանա։ Դրա համար եմ ասում, եկեք որևէ եկեղեցում, որևէ կիրակի թույլ չտանք, որ այս խմբակը գա եւ ասպատակի հայ առաքելական եկեղեցին ու մեր հազարավոր տարիներ քրիստոնեություն դավանած ազգին տանի դավանափոխության։ Այդպես չի վարվում որևէ կաթոլիկ եկեղեցի, այդպես չի վարվում որևէ ուղղափառ եկեղեցի, որովհետև շատ լավ գիտեն, որ դա իրենց ոչնչացման վերջն է։ Հիմա մենք ունենք դրսից պատվեր եւ այդ պատվերը ցավոք շատ լավ իրականացվում է։ Փոխարենը չի իրականացվում շատ հումանիտար հարց, մեր գերիների վերադարձը, մեր անհետ կորածների որոնողական աշխատանքները։ Այդ ինչպես է, որ Նիկոլ Փաշինյան, դու որոշում ես Ալիևի հետ Թրամփին ներկայացնես խաղաղության Նոբելյան մրցանակակիր, WhatsApp-ի համարն էլ ունես, բայց չես կարող մի SMS գրել, խնդրես, որ Ադրբեջանը թույլ տա որոնողական աշխատանքներ իրականացնել։ Խնդրես, որ մեր գերիները վերադառնան Բաքվի բանտերից եւ ամեն օր չխոշտանգվեն։ Որովհետև այս խնդիրը ձեզ համար արժեք չունի։ Մենք ամեն օր լսում ենք, թե Վիգենը ինչ խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում։ Ամեն օր տեսնում ենք, թե Բաքվի բանտում ինչ շինծու դատավարություն է ընթանում։ Ամեն օր լսում ենք Արցախի վերջին պայթյունից անհետ կորածների ընտանիքների այդ ձեր իշխանության անտարբերության հետևանքներն ենք տեսնում։ Ամեն օր տեսնում ենք, թե անհետ կորածների ընտանիքները ինչ հոգեբանական ու բարոյական ինչ խոշտանգման են ենթարկվում։ Այս ամենը ոչինչ պետք է, որ դուք Թրամփին ներկայացնեք խաղաղության, վաղն էլ կարող է այս թայֆան, օրինակ, որոշի, որ Ալիևին պիտի ներկայացնի Նոբելյան խաղաղության մրցանակակրի։ Որտեղ է մեր հումանիտար հարցի լուծումը։ Կար ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշում։ Բա գնում էիր Թրամփի հետ ժպտում էիր։ Ինչու չէիր ասում, պարոն Թրամփ, Ալիևին ասեք, որ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի որոշումը պարտավոր է կատարել։ Ինչու չեք ասում, դա ձեզ ձեռք չի տալիս։ Այո, ձեզ ձեռք չի տալիս, որ գերիներ վերադառնան, ձեզ ձեռք չի տալիս, որ անհետ կորածների հարցը կարողանաք որոնողական աշխատանքներ իրականացնեք, լույս սփռեք այդ հարցի վրա։ Ձեզ ձեռք չի տալիս։ Այ դուք կարող եք միայն օրինակ անհետ կորածի ծնողի մորը կառավարության շենքում ասեք, տեսեք տղայիդ, Արսենի մասն է խոսքը, ծնողն էր ասում, տեսեք Արսենին ոնց եմ ձերբակալելու։ Այ դուք դա կարող եք անել։ Կամ անհետ կորածի ծնողին ասեք գնա կրթվի, հետո արի ինձ հետ խոսի։ Դուք դա կարող եք անել։ Իդեպ, հարգելի ծնողներ, 5-շաբթի օրը ժամը 11-ին նախատեսում ենք համահայկական ճակատշարժումը նախատեսում է ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ եւ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
որովհետև բոլորի համար տոն է, մեր անհետ կորածների Պայթյունից ունենք ընտանիքներ, Պայթյունից անհետ կորածների ընտանիքներ ունենք, մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցել այս հումանիտար խնդրի բարձրաձայնմանը, որովհետև այս իշխանությունը չի կարող այդպես վախեցնել, ասել ձերբակալելու եմ, գնալու ես նստես, գնալու ես կորես ու վերջ։ Մենք թույլ չենք տա։ Մեր երեխաները հավիճուտ չեն, որ դուք ինչպես ուզեք իրենց հետ վարվեք։ Դրանք ամեն ընտանիքի լույս ու սրբություն են։ Այդ թվում նաև ինձ համար ամեն ընտանիքի զավակ, հայր, ամուսին լույս ու սրբություն է։ Որևէ մեկիդ պահելու եմ այս հարցը միշտ եւ ամենուր, որևէ մեկիդ թույլ չեմ տա, դուք փոխում եք ԱԱԾՊ-ին, ասում եք վերջ, փոխեցինք, վերջ, կգա նոր էջից, ձեզ համար ամեն ինչ նոր էջ է, սա եկել է այդ հարցի վրա, ոչ մի բան չկա, փոխում եք քննչականի պետին, նա գալիս է ասում է, ես ծանոթ չեմ, նորից պիտի սկսեմ, հետո դուք մի քանի տարի հետո իշխանությունը կփոխեք, կթողեք, կգնաք, ձեր նման կգա մեկ այլ իշխանություն, ինչպես ձեր ԱԱԾՊ-ը ասեց, ես 90-ականների անհետ կորածների հետ կապ չունեմ, կբերեն ձեր նման մեկ այլ իշխանություն կգա կասի, ես այն իշխանության արած անհետ կորածների հետ կապ չունեմ։ Այս սա եք դուք։ Դուք ձեր լավագույն գործը այն է, լավագույն գործը առաջին քայլով Հայաստանը վերածել գաղութի քրեակատարողական հիմնարկի, ապա այդ քրեակատարողական հիմնարկը լուծարել ու մտցնել Թուրքիայի կրնկի տակ։ Մենք թույլ չենք տալու ձեզ։ Մենք մի բան շատ լավ հասկանում ենք, նորից եմ ասում, 26 թվականի ընտրությունները մեզ համար ոչ թե Փաշինյանական իշխանության գալու կամ չգալու հարց է լինելու, մեզ համար լինելու է այս երկրում շարունակելու ենք արթնանալ, թե չենք շարունակելու։ Մեր տանը շարունակելու ենք ապրել, թե չենք շարունակելու։ Մենք պիտի համատեղ ուժերով, առողջ ուժերով, առողջ հասարակությամբ կարողանանք այս հարցը լուծել։ Իսկ հոգեբուժարանում հաշվառվածները կարող են միշտ սելֆիներ անել Ալեն Սիմոնյանի կամ չգիտեմ այնտեղ մյուսների հետ։ Գալու է ձեր բոլորի հետ արդարադատության սեղանի շուրջ նստելու օրը։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Այսքանը շնորհակալ եմ։